Ես այսօր այստեղ եմ որպես Սպիտակի Շիրակամուտ ու Արևաշող գյուղերի թոր։ Ես շատ լավ գիտեմ ինչ է սպիտակցին մտածում, ես շատ լավ գիտեմ ինչպես է սպիտակցին մտածում և կփորձեմ ներկայացնել մի քանի նաև ձեզ հուզող հիմնահարցեր։ Առաջին հերթին կուզեմ խոսել այս իշխանությունների կողմից քար լռության արժանացող Ալիևի կողմից ամեն օր արդեն տարի ու կես բարձրաձայնվող թմբկահարվող 300,000 ադրբեջանցիների Հայաստան բնակեցնելու թեզի մասին։ Ադրբեջանը ամեն օր, Ալիևն ու իր շրջապատը ամեն օր խոսում են դրա մասին, իսկ մեր իշխանությունները ոչ միայն լռում են, այլև ասում են հանկարծ չխոսեք, թեկցեր պատերազմ կլինի։ Ալիևը խոսում է խաղաղություն է, մենք խոսում ենք պատերազմ է։ Իսկ ինչու են նրանք այսքան լուր։ Նրանք ոչ ընկերներ ջան, նրանք լուր չեն։ Նրանք շատ, այսպես ասած, տապուկ իրենց քաղաքականությունն են վարում, որպեսզի ապահովեն այդ 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Նրանք չեն մերժում, բայց դրա փոխարեն Արսեն Թորոսյանը անմիջապես Ալիևից հետո ելույթ է ունենում և ասում է. մենք պետք է լուծենք ժողովրդագրության խնդիրը։ Մենք պետք է կազմակերպված և կանխատեսելի, կառավարելի ներգաղթ ապահովենք, բայց ավելացնում է, բայց նշենք, որ այդ ներգաղթողները հայեր չեն լինելու։ Սա Արսեն Թորոսյանի իրենց խոսնակի խոսքն է, այսինքն բա այդ ովքեր են լինելու այդ ներգաղթողները, թե Ալիևին անմիջապես արձագանքում է, որ այո, մենք դա անելու ենք։ Նրանք ոչ միայն դա արձագանքելով, այլև իրենց քաղաքականությամբ հենց մարզերում ապահովելու էին այդ ծրագիրը։ Ինչ են անում, խոսեմ միայն կրթական համակարգում իրենց արածի մասին։ Նրանք խոստացան 300 դպրոց, բայց այսօրվա դրությամբ 102 դպրոց փակել են, կառուցել են կներեք, բայց փոխարենը 23 թվականին որոշում են կայացրել կառավարության 229 դպրոցի ցանկ, սահմանամերձ և սահմանապահ գյուղերի բնակավայրերի դպրոցների ցանկ և այսպես խուճուճ գեղեցիկ վերնագիր, որակյալ կրթություն ապահովելու, բայց այդ 300 կառուցվող ցանկերից և ոչ մեկ 300 դպրոցից և ոչ մեկ այդ 229-ից չի, դեռ ավելին այդ 229-ի մասին իրենք խոսում են, որ որակյալ կրթություն ապահովելու համար նրանք պետք է միավորվեն այլ բնակավայրերի դպրոցին։ Այսինքն նրանք փակելու են այդ դպրոցները, չեն ասում փակելու ենք, բայց ասում են միավորվելու են։ Բա փակելը էլ ոնց է լինում։ Փակել սահմանապահ, սահմանամերձ գյուղում դպրոց նշանակում է դատարկել այդ գյուղերը։ Իսկ ում համար են դատարկում։ Միգուցե հենց այդ 300,000-ի համար, ես ոչ մի կասկած չունեմ, որ իրենք հենց դա էլ անում են։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ոչ միայն երկրաշարժի գոտու այս քանդված շենքերն են կառուցվել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կառուցվել են իշխանության ժամանակ 132 դպրոց, նոր կառուցվել են, հիմնանորոգվել է 118 դպրոց։ Դե եկեք դրանք գումարենք և համեմատենք իրենց 102-ի հետ։ Ընդ որում 102-ը կառուցված և հիմնանորոգված և ընդ որում այդ 102-ի մեջ 15-ից 20 ավելի կոնկրետ թիվը չեմ կարող ասել, դրանք իրենց կառուցած դպրոցները չեն ընկերներ, դրանք 15 թվականի կառավարության ժամանակ կառուցված դպրոցներն են, որոնք բացվել են իրենց իշխանություն ստանալու օրոք, այսօր իրենք թմբկահարում են 102։ Հիմա մենք պետք է համատենք և ընտրենք մեր ընտրությունը դպրոց կառուցողների և դպրոց փակողների մեջ է։ Իհարկե մենք ընտրելու ենք դպրոց կառուցողին։ Իհարկե մենք ընտրելու ենք իր իշխանության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ուսուցիչների աշխատավարձը 5 անգամ բարձրացնողին, ոչ թե իրենց խոստացած բոլոր ուսուցիչների աշխատավարձ առնվազն 50% բարձրացնելու արդյունքում ընդամենը 32,000 ուսուցչից 9,000-ի աշխատավարձ բարձրացնել, 9,000-ի աշխատավարձ բարձրացնելով։ Սրանք միայն խոստացել են, խոստումներ, որպեսզի ժողովրդից քվե խնդրեն։ Մենք խոստանում ենք իրականացնելու համար։ Մենք խոստանում ենք, որ ոչ մի սահմանապահ գյուղում դպրոց չի փակվելու։ Մենք խոստանում ենք, որ ուսուցիչը պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա,
առանց արժանապատիվ աշխատանքի ուսուցչին վարձատրության հնարավոր չէ ապահովել որակյալ դպրոց։ Սրանք եկել եւ օրենք են ընդունել մարզային բուհերը փակելու։ 3 տարվա ընթացքում իրենց ընդունված օրենքով մարզային բուհերը փակվելու են, բայց խոստացան փոխարենը ակադեմիական քաղաք միլիարդներով աշխատանք։ Եթե ունեիք այդ միլիարդները, սահմանապահ գյուղերի դպրոցները վերակառուցեիք, ուսուցիչներին բարձր վարձատրեիք, խրախուսեիք, որ որակյալ կրթություն ապահովեր, բայց օրենքները ընդունելուց, այդ փակման որոշումները ընդունելուց հետո ակադեմիական քաղաքից արդեն հրաժարվել են, ասեմ, որ միլիոններն արդեն ծախսվել են։ Սա է իրենց վարած քաղաքականությունը, քանդել կրթական համակարգը, ինչու, որովհետև իրենց պետք է չկրթված հասարակություն, որովհետև չկրթված հասարակությունը ավելի ղեկավարվող է, ավելի կառավարվող է եւ իրենց վերարտադրությունը ավելի հեշտ ապահովող է, որովհետեւ Ադրբեջանը իրենցից այդ է պահանջել։ Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր ընտրության առաջ ենք, ընտրում ենք կառուցողին, թե ընտրում ենք ամեն օր բռնելով, ծեփելով պատերին վախեցնողին, իհարկե կառուցողին։ Մենք ընտրում ենք աշխատավարձը բարձրացնողին, թոշակները բարձրացնողին, թե թոշակը 10,000 որպես կաշառք առաջարկողին, իհարկե արժանապատիվ աշխատավարձ ու թոշակ խոստացողին։ Մենք ընտրում ենք Ալիևի հրահանգները կատարելու արդյունքում սահմանադրության փոփոխության խոստացողին, թե մենք ընտրում ենք կառուցողական ծրագիր առաջարկողին, իհարկե կառուցողական ծրագիր առաջարկողին։ Սիրելի սպիտակցիներ, մենք առաջարկում ենք երկիրը այս մարտահրավերներից հանելու իրատեսական ծրագիր։ Եվ ոչ միայն ծրագիր, այլ նաև ներկայանում ենք այդ ծրագիրը կատարող, այդ ծրագիրը կյանքի կոչող, ունակություն ունեցող հստակ թիմով։ Նայեք մեր ցուցակը, համեմատեք մեր ցուցակը մյուս կուսակցությունների ցուցակների հետ։ Ոչ միայն ծրագրերը, այլև ցուցակը ղեկավարողին եւ ցուցակը ղեկավարողների արդեն այդ ոլորտում ունեցած փորձին։ Մենք ընտրելու ենք փորձառուին, մենք ընտրելու ենք իր աշխատանքով արդեն ապացուցածին, որ ինքը կարող է երկիրը նման մարտահրավերներից դուրս հանել։ Դա Հայաստան դաշինքն է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Եվ մենք, եթե դուք այստեղ եք, նշանակում է դուք համոզված եմ, որ ընտրել եք այդ, ընտրել եք մեր ուժը, ընտրել եք Հայաստան դաշինքին եւ ընտրել եք Ռոբերտ Քոչարյանի ղեկավարված թիմին, բայց մեր խնդիրը ոչ միայն մեր ընտրությունն է, այլ մեր կողքին, հարևանին, բարեկամին, ով չի գնալու, ով հայտնում է, որ չի գնալու ընտրության, ով դեռևս կասկածներ ունի, մեր բոլորի սպարտն է համոզել առնվազն մեկ ընտանիք, բացատրել, որ առանց կառուցող, առանց փորձառություն ունեցող ղեկավարի ու թիմի երկիրը այս մարտահրավերներից դուրս չի գա։ Մենք ընտրում ենք Հայաստանը, ոչ թե թուրքական վիլայետ դառնալը, եւ դա մենք անելու ենք հուլիսի 7-ին, ընտրելով համար 17-ին։